ցավոք սրտի իմ համոզմամբ ես կարծում եմ, որ այս ապրիլյան իրադարձությունների դեպքում մենք ավելի մեծ կամ ավելի բարձր մակարդակի փակուղու առջև են կանգնած, որովհետև իլյուզիաներ կան առաջերտին ադրբեջանական կողմի մոտ, որ այս ապրիլյան իրադարձությունները կարան մեկնաբանվեն այլ ձևով եւ ուժային ինչ-որ ճնշման կամ պատերազմի իրական վերսկսման, լայնամասշտաբ պատերազմի վերսկսման պայմաններում հայկական կողմերը այդ պատերազմի սպառնալիքի տակ կարան գնան ինչ-որ զիջումներ։ Եվ այն ինչ-որ ադրբեջանցիք սպասում են, դա այդպես կոչված փոփոխություններ մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ, այն է, որ ասենք այդպես կոչված կարգավիճակի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կամ դրա հետ կապված այդպես կոչված ռեֆերենդումի կայացման ժամկետների մեջ կլինեն հայկական կողմերը կգնան զիջումների եւ հակառակ դրան նաեւ կարագացնեն կամ կընդունեն այն մասերը, որոնք որ կապված են տարածքներից Ղարաբաղյան զորքերի դուրս բերման հեռանկարով։ Դա, ասենք, ադրբեջանցիների հույսերն են, ելի եմ կրկնում, ես համոզված եմ, որ դրանք ավելի քան անիրետեսական են, բայց համենայն դեպս այդ իլյուզիան կա այս պահին Բաքվում եւ նաեւ ոչ միայն ղեկավարության, այլ եւ հասարակության մեծ մասի մոտ։ Մյուս կողմից նաեւ եւ համանախագահները եւ հայկական կողմերը առաջերտին բնականաբար այս ապրիլյան իրադարձություններից հետո կփորձեն այլ տրամաբանություն մտցնել բանակցային գործընթացի մեջ, հասկանալի է, որ ելնելով նաեւ ապրիլյան իրադարձությունների փորձից հայկական կողմը կփորձի ավելի հստակ առաջ քաշել կարգավիճակի, ասենք, որոշման եւ ռեֆերենդումի ավելի կարճ ժամկետում, ասենք, իրագործման հեռանկարը մադրիդյան սկզբունքները այդ նախագահների հանդիպման համար ինքը արդեն պիտի համաձայնություն տա որոշ չափով շփման գծում միջազգային ինչ որ երաշխիքներ ստեղծելու համար, այսինքն նաև տեսականորեն ադրբեջանական կողմի համար ավելի դժվար կլինի իրագործել ռազմական օպերացիան կամ այս իրադարձություններից հետո նույնիսկ երկու նախագահների հանդիպման ձախողումից կամ առանց որևէ լուրջ արդյունքի այդ հանդիպմանը Իլհամ Ալիևը պիտի ստիպված լինելու մերվելու այն իրականության, որ նոր ինչ-որ ստատուս քվո է ստեղծում, նոր պայմաններով ինչ-որ մի ձևով մոդիֆիկացված, քան դա եղել էր մինչև ապրիլյան իրադարձությունները, փորձելով հերթական անգամ մոտակա ամիսների կամ տարիների ընթացքում իր հասարակությանը, ասենք, ճակերտուն վաճառել այդ ապրիլյան իրադարձությունը որպես մեծ հաղթանակ եւ դրանով շարունակել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն այս իրավիճակը։ Այդպեսին եմ ես տեսնում մոտակա եւ հեռանկարները եւ նաեւ երկու նախագահների հանդիպման, ասենք, հնարավոր գործոնները, որոնք որ դրան կարող նպաստեն կայացմանը, բայց կրկնում եմ, իմ համոզմամբ դժվար թե մենք կարանք սպասենք նշված, ասենք, գործոններից ելնելով, որ մենք կունենանք լուրջ առաջխաղացում բանակցային գործընթացում։